Ղարաբաղցու, ծովագյուղցու, լենինականցու, մարտունեցու միջև։ Պարտվեցինք, որովհետև ամաչում էինք մեր հայրենիքում մեր կատարած գործից։ Ստիպված ուրիշ երկրում էինք անում այդ նույն գործը, բոլորի աչքից հեռու, որ չդառնանք ծաղրի առարկա։ Պարտվեցինք, երբ ոստիկանին անվանեցինք մենտ, նա էլ չարությամբ լցվեց եւ ապտակեց իր հոր տարեկիցներին։ Պարտվեցինք այն ժամանակ, որովհետև օրինապաշտ էինք միայն Եվրոպայում, իսկ մեր երկրում ով էինք, պատուհանից աղբը ներքև նետող, փողով պրավահանող, փողով դիպլոմ առնող, փողով գործի ընդունվող, ամենտեղ փողով։ Պարտվեցինք այն ժամանակ, երբ բանաստեղծության փոխարեն մեր տղաներին հայհոյելն էինք սովորեցնում եւ հրճվում էինք տան հյուրերի առաջ։ Պարտվեցինք այն ժամանակ, երբ տունը թալանում էին, իսկ դու ոստիկանություն չէիր դիմում, ապե հո ես գործ տվող չեմ։ Պարտվեցինք այն ժամանակ, երբ թանգարանների եւ պատմամշակութային վայրերի փոխարեն դպրոցականներին աշտարակի ձոր էինք տանում։ Պարտվեցինք, որովհետև յարխուշտա ապարելու փոխարեն ճարպոտ փորով կիսամերկ պորտապար էինք դիտում երեխայի, կնոջ, տարեցի ներկայությամբ, գինով ցած հետները հրճվում, իսկ ներկաները բրավո գոռալով ծափահարում էին։ Պարտվեցինք, երբ սկսեցինք տարբերություն դնել քաղաքացու, գյուղացու, կենտրոնի եւ Բանգլադեշի միջև։ Պարտվեցինք, երբ տղա երեխային ծնված օրվանից քնքշորեն վերաբերվեցինք ասելով. «Վայ, հանկարծ չմրսի, մի տեղը չցավի»։ Փոխարենը պիտի դրթեինք նրան մարզվելու, կոփվելու։ Պարտվեցինք այն ժամանակ, երբ չսովորեցինք մեր տեղը զիջել տրանսպորտում։ Ծամոնը բերանը երիտասարդ աղջիկը պապիկին, տղան աղջկան, տարեցին հաշմանդամին։ Ես կարող եմ անվերջ թվարկել, թե ինչու պարտվեցինք։ Այո, պարտվեցինք։ Ու եթե չեք ուզում նորից պարտվել, ու եթե լսեցիք սա, կետերը անգիր արեք, երդվեք, որ նման կերպ չեք դաստիարակի ձեր երեխաներին։ Եթե ուզում եք հաղթող սերունդ ունենալ, եթե ուզում եք արմատախիլ անել պարտվող ոգին ձեր երեխաների միջից, ապա ճիշտ ուղիով դաստիարակեք։